Այդ հրադադարը Կովկասյան տրամադրությունների վրա ազդում է հիմա։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից եթե հարցը դիտարկենք, առավել եւս երբ որ մենք առերեսվում ենք հայ-ադրբեջանական հագամարտության պարագայում Միացյալ Նահանգների այսպես ասած խավորության մասով, առավելյաց TRIP-ի ծրագրի մեգա պրոյեկտի մասով, գիտեք, փոքրինչ ժողովրդի մոտ սկսել է կասկածներ առաջանալ, որ արդյոք դա կյանքի կոչվի, հա, առավել եւս որ Միացյալ Նահանգների կողմը հիմա ընկղված է նման խնդիրների մեջ եւ ընդհանրապես ուշք ու միտքը այլ ուղղության վրա է եւ հետեւաբար ոնց որ այս պրոյեկտը արդեն երկրորդական, երրորդական է դարձել եւ արդյոք կենսական է առհասարակ կամ ընդհանրապես եւ երկրորդը տարածաշրջանային տեսանկյունից այսպես է հիմա Միացյալ Նահանգների դեմս նախագահ Թրամփի այն իրավիճակում չի որ մերձավոր արևելյան կից տարածաշրջաններում կարծես նման մեգա պրոյեկտներ իրականացնի, որովհետև փորձը ցույց տվեց, որ իրանական սցենարից հետո շատ բաներ կարող են հենց այնպես չգնալ, ինչպես որ պլանավորվել է։ Այդտեղ է հիմա ժողովրդի մոտ մտահոգություն, մանավանդ հայ հասարակության մոտ, թե կարող է արդեն երրորդական, չորրորդական դառնա այն, ինչ որ պլանավորվել էր անցած տարի։ Այսինքն կփոխվի նաև Իրանի վերաբերմունքը։ Տեսեք, Իրանը բազմիցս ասել է, որ վերապահումներով է մոտենում, հատկապես իր հյուսիսային անմիջական սահմանով անցնող ցանկացած պրոյեկտ, որը որ ամերիկյան դրոշի ներքո է։ Բայց դեմ չի եղել, որովհետև այնտեղ հստակեցում են տվել, որ դա ազգային ու պետական շահերին չհագասող է Իրանի։ Եվ ընդհանրապես ոչ մի կերպ, ոչ մի տրամաբանության շղթայում ուղղված չի Իրանի դեմ։ Եվ այդ մասով խնդիր չեն տեսնում, խնդիր են տեսնում գլոբալ տեսանկյունից, որովհետև այ ոնց որ հիմա հետախուզական տվյալները ասում են, որ այդուհանդերձ ադրբեջանական տարածքը հակաիրանական կոալիցիայի համար տրամադրվում է որպես պլացդարմ պոլիգոն, չի բացառվում, որ որքան էլ բարեդրացիական եղբայրական դաշնակից երկրներ ենք մենք Իրանի հետ, բայց այնուհանդերձ այդ 44 կիլոմետրի հատվածն էլ որպես այդպեսին լինի խնդրահարույց տարածք